Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Մարիա, Աննա, Արմեն ու Կոտ, տեպում ենք քարտեզին։ Գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին։ Թող մանկությունը մերակիր, հելտան գրգիր լինի։ Անցնենք փորձությունը ժոսով հետքերով արկածների հետքերով։ Անցնենք փորձությունը ժոսով հետքերով արկածների։ Լսում եմ Գորջան, սկսեք։ Ինչ սկսեմ։ Պատմեք, ինչն է ձեզ անհանգստացում։ Ինչ է փոխվել մեր վերջին հանդիպումից հետո։ Ինձ ոչ մի բան չի կարող անհանգստացնել։ Իսկ մեր վերջին հանդիպումից հետո ես հասկացա ով եք դուք ու ով եմ ես։ Այսինքն, Մի օր ես դանդաղ քայլում էի կողտրիկ բակային արահետով եւ հանկարծ Na, ja, հետո ես գտել եմ այն մարդկանց, ովքեր փրկարարների հերոսական բնույթը կարողանում են հասկանալ։ Հեն Մարիա, քեզ թվում է, եթե գտած լինի այդ մասունքը այդտեղ բաց կլինի։ Մարիա, ոնց որ գալիս է։ Я, Դավիթ։ Я, Մարիա։ Ինչի՞ չէիք զգուշացրել, որ գալու եք։ Ինչ էիք անում այստեղ։ Ինչ ա եղել երեխեք։ Մեր գնդակն են գողացել, հերոս ջան։ Ես կգտնեմ ձեր գնդակը ու կվերադարձնեմ։ Չեք խոսելու։ Օնիկ ջան, համ ասում ես սկսի աշխատանքը, համ էլ մագաղատ չես տալիս, որ սկսենք։ Ու դուք որոշեցիք ինքներդ վերցնել։ Չէ, սպասում ենք գայր տայր, բայց քանի որ քո հնագիտական հավաքածուն շատ մեծ է ու հետաքրքրաշարժ, մենք ակամա որոշեցինք ուսումնասիրել Սենսեյ ջան։ Ապրեք։ Շատ ճիշտ եք ասում, շտապել է պետք։ Շուտով հնագիտական էքսպոդիցիայի համար խումբ է հավաքվելու։ Եթե սա չավարտեմ, չեմ կարող հավաքագրմանը մասնակցել։ Իսկ այնտեղ միգուցե շատ նոր ու արժեքավոր արտեֆակտներ կան, որ կարող են համալրել իմ հավաքածուն։ Օնիկ, իսկ քեզ չի թվում, որ այդ կարևորագույն գտածոները պետք է ազգային հավաքածուն համալրեն, ոչ թե քո անձնական։ Դու գնալով զարգանում ես, Դավիթ, ապրես։ Բայց ես այնքան հայրենասեր եմ, որ ազգային հավաքածուն իմ հավաքածուից չեմ տարբերում։ Բոտեն ծոսո։ Հալո։ Հա, Արմեն, ինչ ա եղել։ Ինչ ա եղել։ Ինչ։ Լավ։ Ինչ ա եղել։ Գորի աստղերինը տարել է։ Այսինքն,
Այսինքն ես չեմ հասկանում, բայց կգնանք իմանանք։ Էսպես նստեմ, Հա, շատ լավ է։ Աննա կարող ես չեմ միանգամից նկարվել։ կփորձեմ։ Ոնց թե կփորձեմ։ Աննա, լսիր, պատկերացրու ժապավենով ենք նկարում։ Լավ։ Ապրես։ Ուշադիր։ Գնաց։ Գրքեր մեր գրադարանից, որոնցով կսկսես իրել ընթերցանությունը։ Առաջին գործը 10-ամյա որդու եւ իր հոր հարաբերությունների մասին է։ Ընտանեկան ջերմությամբ եւ խաղաղությամբ լցված այս գործի անունն է Հայրիկ դու խենթես, հեղինակ Վիլյամ Սարոյան։ Ոնց էր։ Ոյ, Աննա, շատ լավ էր։ Ես հպարտանում եմ քեզնով ապրես։ Արի ուղարկենք ընկերներիդ, թող իրենք էլ կարծիք հայտնեն, հետո հրապարակենք, լավ։ Շահանե, ընկերները զանգերից չեն պատասխանում։ Ուզում էի խնդրեի այսօր մեզ օգնեին, բայց չվերցրին։ Էլի կռվել եք, Աննա։ Չէ, ընդհակառակ ամեն ինչ կարգավորվել է։ Չեմ հասկանում, մի բան եղած չլինի։ Սպասիր, ես փորձեմ։ Մի րոպե։ Բա, տենց բաներ։ Ախր այ գոր Շահանենա։ Հետո ինչ։ Չեմ ուզում Աննան իմանա։ Դե վաղ թե ուշ իմանալու է։ Մարիա չես ասել, չէ։ Չէ։ Բա հիմա ինչ ենք անելու։ Կարծում ես չենք հասցնի։ Կարծում եմ, որ մենք ամեն ինչ էլ կարանք։ Ուղղակի պետք է իմանանք ոնց։ Ես էլ եմ սենց խնդրի առաջին անգամ հանդիպում։ Աստղային հիվանդություն։ Գտա։ Ինչ գտարայ ախպեր։ Ինչ չէ, ում։ Ինչ ասամ, պարոն Արմեն, երգում եմ էլի, դպրոց եմ գնում, վոկալի դասերի եմ գնում, երգում եմ, չգիտեմ էլ ինչ ասեմ։ Շատ երկրպագուներ ունես։ Դե երևի էլի, երկրպագուն որն է, ես երգում եմ, նրանց դուր է գալիս։ Շատ երկրպագուներ Մայքլ Ջեքսոնն ուներ, Ֆրեդի Մերկուրին, Պավարոտին, Լուչիանո Պավարոտին Գինեսի ռեկորդների գրքում է գրանցված։ Բերլինում համերգից հետո հանդիսատեսը 67 րոպե ծափահարել է, իսկ Պավարոտին 165 անգամ դուրս է եկել բեմ խոնարհվելու։ Իսկ ինչ ես կարծում, որ դու երկրպագուներ ունես, իսկ ես ոչ։ Այդ նշանակում է ես քեզնից վատն եմ։ Հետո Դու աստղային հիվանդությամբ տառապում ես։ Չէ, չգիտեմ, այդ որն է։ Արի ցույց տամ։ Գնդակի հետևից ես եկել։ Չէ, քո։ Ուզում եմ հասկանալ ինչի ես երեխեքին խանգարում։ Որովհետև իրանք չեն ուզում իմ հետ խաղալ։ Ինչի։ Դե ասում եմ, որ ես գնդակը ուժեղ եմ տալիս, բարձր եմ գոռում։ Հիմա ինչ, չպետք է իրանց հետ խաղամ։ Բա ինչի չես լսում քո ընկերներին։ Եթե ուզում ես ընկերներ ունենալ, պիտի հարմարվես։ Ես հարմարվում եմ, իրանք չեն հարմարվում։ Մեկը գնդակից է վախենում, մեկը պարտվելուց է լացում։ Դե դուք էլ ձեր գնդակն էլ է։ Հաջորդ գրքի ընտրության առաջին պատճառը իր հայերեն հրաշալի թարգմանությունն է։ Այն պատմում է հրաշագործ տղայի մասին, որի անունն է Հարի Փոթեր, հեղինակ Ջոան Ռոուլինգ։ Աննա ուղղակի հրաշալի է, բայց գործերի հակիրճ նկարագրության վրա դեռ պետք է աշխատես։ Երկարացնեմ, թե կարճացնեմ։ Չէ, խնդիրը տևողությունը չէ, այլ հետաքրքիր ու գրավիչ լինելը։ Ալբերտը պատասխանել է, ասում է, որ շատ է հավանել։ Մնացածը, որ հանդիպենք, այդ ժամանակ կասեմ, ես ու Արմենը հիմա գալիս ենք ձեր մոտ։ Չհասկացա։ Որտեղ եք հիմա։ Ես էլ եմ գալիս։ Չէ, այս անգամ ես մենակ եմ գնում։ Ինձ հետաքրքիր է, թե ինչի են իմ ընկերները ինձ փոխել աստղի հետ։ Սա իմ գրադարանն է։ Սա պապիկի գրադարանն է։ Համեցեք մեր գրադարան։ Առաջին հայացքից այն կամայական երեխաների խումբը չի հանդիսանում որևէ կուրքի երկրպագու։ Հետո Ալբերտ ջան միշտ ապեցու ես գործը հանգիստ է սիրում։
Բայց եթե վերցնենք, որ այնուամենայնիվ այդ երեխաները երկրպագում են ինչ-որ մեկին, առաջանում են շատ հարցեր. ում, ինչի համար, ինչ ա արել նա, որ երկրպագում եք։ Ալբերտ ջան, մեր Արմենն է։ Մենք նրան սիրում ենք այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Կա նաև այս մեդալի հակառակ կողմը։ Մարդիկ երբեմն իրենց համար գտնում են կուրքեր, բայց ցավալի է, երբ մարդն ինքն իրեն է կուրք հռչակում։ Էդ ինձ է ակնարկում։ Ոչ։ Լավ կլիներ ես ում ակնարկում էի գար հրապարակ, բայց այդ մարդը երբ է ճիշտ բան արել, որ հիմա էլ անի։ Դե ինչ անենք։ Կսպասենք։ Տեսել եք Աննան ինչ լավ բլոգ է սկսել։ Իմիջայլոց։ Ուր է Աննան։ Լինում են դեպքեր, ինչ բլոգ։ Դե Աննան գրքասերների համար հետաքրքիր բլոգ է վարում, որում խոսում է հետաքրքիր գրքերի մասին իրենց գրադարանից։ Այդ շուտվանից։ Դե հա արդեն մի քանի ժամ է։ Թարսա էլի։ Որ Աննան բլոգ է սկսել։ Չէ։ Աննայի հետ խոսել ես։ Հա։ Ինչ եք խոսել։ Աննան։ Աննա, սպասի։ Ալբերտ ջան, սենց բաներ անելուց առաջ մի հատ հարցրու նոր արա։ Ինչքան ես ձեր հետ շփվում եմ, այդքան հասկանում եմ, որ ձեր հետ մի բան են չի։ Լավ, արի գնանք տեսնենք ուր գնացին։ Ինչ ես հետևիցս գալիս։ Ուզում եմ իրար հետ խաղանք։ Ինչի համար։ Դե ես փրկարար եմ, քեզ էլ մենությունից կփրկեմ։ Ես քո երկրպագուն չեմ դառնա։ Հա։ Իսկ խաղանքերը։ Քո երկրպագուների հետ դու խաղում ես։ Ոչ։ Ես վստահ եմ, նրանք էլ քո հետ չէին խաղա։ Բռնի։ Աննա, մի րոպե սպասի, դու ամեն ինչ սխալ ես հասկացել։ Մարիա, քեզնից չէի սպասում։ Ասում է սխալ ես հասկացել։ Ինչն եմ սխալ հասկացել։ Ես իմ կյանքում նոր էջ եմ սկսում։ Ամբողջ օրը չկաք, զանգերից չեք պատասխանում, բայց գնում եք Ալբերտի հետ զբոսնելու։ Գոռն ուր է։ Բա մենք հենց այդ ենք էլի ասում Աննա ջան։ Ինչ ա եղել գոռին։ Դե ոչ մի բան, այսինքն եղել է։ Աննա ջան, մենք քեզ չէինք ուզում նեղացնել, մենք քո համար անակնկալ էինք պատրաստում։ Լավ, հերիքա պաշտպանես։ Ինչ եք խոսում։ Լսի, բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք, բայց մահապատիժը լուծում չի։ Դե չգիտեմ ինչն է ճիշտ, ինչու չէ Արմեն ջան, բայց որ ճիշտ ավելի ճիշտ է, քան սուտը, այդ ավելի ճիշտ է Արմեն ջան։ Դե ասեք էլի ինչքան կարելի է։ Գորի աստղայինը տարել է։ Ումա ինչ եղել։ Հա, ճիշտ լսեցիր։ Գոռը տառապում է աստղային հիվանդությամբ։ Հա բայց գոռը աստղ չի, Ալբերտը տառապեր կհասկանայի։ Աստղային հիվանդությամբ տառապելու համար պարտադիր չի աստղ լինել։ Բայց ինչ ես այդպես ասում։ Ինքը մեծ երկրպագուների բանակ ունի։ Դե լավ, հա, բանակ։ Խմբակ։ Ինքան աստղային է տարավ, որ զանգերիս հետ չի պատասխանում։ Նեղա։ Եկեք։ Երեխեք, իմ երկրպագուներ, հեսա բերել եմ ձեր գնդակը։ Ես քեզ հեսա հերոս ցույց կտամ։ Երեխեք Ալբերտը։ Որ ասում եմ, այս երկրպագուների հետ մի բան այն չի։ Երկրպագելու բան տաս, երկրպագել։ Թողնել։ Ինձ մոտ իմ երկրպագուներ։ Ալբերտ, երկի։ Դեպի ասխել։ Լավ, հերիքա բեր։ Հա, դե որ տենց հա։ Գոռ ինձ թվում է արդեն չափն անցար։ Էս էլ մեր գնդակը։ Եկեք գնանք խաղանք։ Գնացինք։ Ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ո՞նց ես Ալբերտ ջան։ Դու մեզ բացատրելու բան ունես։ Հա, լավ։ Խոստովանի, որ աստղայինը տարել էր անցի առաջ։ Ամեն ինչն էլ տեղում է, ուղակի։ Ուղղակի քեզ թվում էր, որ դու վահագնն ես։ Ոչ թե տորքը։ Հա,
Ու այդ երեխու շնորհիվ ես հասկացա, որ միշտ չի, որ տուժողը միանշանակ է։ Կարող է ում որ փրկում ես ոչ թե զոհն է, այլ որսորդը։ Հետո գնդակ գտնելու հերոսությունը որն է։ Հետո ես այդ երեխու հետ պայմանավորվեցի այդ գնդակի էտյուդը դուք էլ շատ ճիշտ բային հասակ ինչպես միշտ։ Այս գլուխը կոչվում էր փախուստ աստղային հիվանդությունից։ Այստեղ ելքը դրական էր, քանի որ պատճառն ու ազդեցությունը չնչին էին։ Իսկ ինչ անել, երբ այն սկսում է մեծանալ։ Ինչի զանգերից չէիր պատասխանում։ Սխալվել եմ, խոստովանում եմ, կարող եք պատժել, գնամ անկյուն կանգնեմ։ Քո պատճառով այսօր բոլորը ինձ անտեսել են։ Աննա ջան, եթե քեզ անտեսված ես զգում, կարող ես սեսիայի ժամանակ խոսել այդ մասին։ Ես ինձ անտեսված չեմ զգում։ Իմ գրքային բլոգը հարյուրավոր դիտումներ է հավաքում համացանցում։ Իրականում շատ լավ է ստացվել։ Ապրես Աննա։ Ալբերտ, դու աստղային հիվանդությամբ չես վարակվել, բայց վիրուսը հետդ բերել ես։ Ընկերներս հերթով վարակվում են։ Ես ոչնչով էլ չեմ վարակվել։ Հա էլի, հարյուրավոր դիտումներից աստղային հիվանդությունը որն է։ Դու գորի երկրպագուների խմբակը չես հիշու։ Իմիջայլոց դիտել եմ բլոգդ։ Շատ հետաքրքիր էր։ Նույնիսկ որոշեցի գնել այդ գիրքը եւ կարդալ։ Դու մեր գրադարանում չես եկել, չէ՞։ Գրքեր մեր գրադարանից, որոնցով կսկսես իրեն ընթերցանությունը։ Առաջին գործը 10-ամյա որդու եւ իր հոր հարաբերությունների մասին է։ Ընտանեկան ջերմությամբ եւ խաղաղությամբ լցված այս գործի անունն է Հայնիկ Թուխենթես։ Շահանն է Վիլյամ Սարովի։ Աննա, մեր տեսանյութը հավանել է երկիչ Ալբերտը, դու պատկերացնում ես։ Շահանե, ծանոթացիր։ Ալբերտ ջան Շահանե։ Վայ, ինչ հաճելի անակնկալ։ Ողջույն Ալբերտ։ Բարև ձեզ։ Ալբերտը ոգեշնչվելով մեր բլոգից եկել է գիրք կարդալու։ Վայ, սա պետք է անպայման նկար է հանել։ Մի րոպե։ Ալբերտ ջան, դու դեմ չես, չէ՞։ Դե չէ, բայց Աննա, օգնի սյուժե մտածենք արագ։ Շահանե քույրիկ։ Բարև։ Բարև Արմեն։ Դե չկա, եկեք մի հատ ինքնանկար անենք։ Ես չգիտեմ ձեր հետ էլ ինչ լեզվով խոսամ։ Դուք անկառավարելի եք։ Ախր այդ Դավիթ ջան, ինչ ես բողոքում դու, գնա հնագիտական բլոգ վարի։ Բայց ես նկարահանվել չեմ սիրում։ Ամենօղ է ասել, որ բոլորը պետքա բլոգ վարեն։ Դավիթ, չես կարում, մի նախանձի։ Ես չեմ նախանձում։ Ալո։ Սենսեյոնիկ աշակերտ Դավիթը լսում է։ Լսում եմ, անհապաղ։ Լսում եմ, անջատեց։ Մարիա ջան, մենք 1000 մի գործ ունենք, կարի։ Էդ ինչ գործ ունեք, որ մի բան էլ մեզանից թաքուն եք լողում։ Ժամանակը կգա, կիմանաս։ Արի Մարիա։ Սենսեյ, մենք եկանք։ Դե ինչ, պատրաստ եք նոր ինտելեկտուալ մարտահրավերի։ Մարտահրավեր լինի, պատրաստ լինեք, Օնիկ ջան։ Դե դեպքում արագացրեք։ Բայց տես, Դավիթ, եթե այս անգամ էլ առանց մասունք վերադարձակ, պայմանագիրը խզում ենք, էլ ոչ մի սենսեյ, ոչ մի Օնիկ, ոչ մի բան, եղա։ Լավ, Օնիկ։ Մարիա, Աննա, Արմեն ու Գոր, տեպում ենք քարտեզին։ Գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին։ Թող մանկությունը մերակիր, հերտան գրի լինի։ Անցնենք փորձությունը ժոսով հետքերով արկածների հետքերով։ Անցնենք փորձությունը ժոսով հետքերով արկածների։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։